Որ դեպքում են մարդիկ դիմում ձեզ եւ որ դեպքում է կարողանում մարդկանց օգնել։ Տարբեր հարցերով են դիմում, չափից շատ է, ներկապա ինձ մոտ Հայաստանից ունեմ գրանցվածներ, ուղղակի որ այլ պետություններից էլ զանգերը ահագին, դրա համար որոշել եմ, որ սենց միանգամից մտնեմ, որ բոլորի համար հասանելի լինի։ Հիմա տեսեք, ասում եք այլ պետություններից, ես գիտեմ, որ այս ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով դուք զանգեր եք ստացել։ Եկեք հենց դրա մասին խոսենք, ինչ զանգերի մասին է եղել խոսքը, ովքեր են ձեզ զանգում։ Հա, զանգեր չափից շատ կան, անգամ ինտան անդամների վրա են զանգում, չգիտեմ որտեղից են իմանում, թե մտնում են Facebook, տենց են իմանում, որ հարազատներս են, գրում են ախպերներիս վրա, ծնողներիս վրա։ Կեսը շատ ասում են, որ վատ իրավիճակի մեջ են, իրանց խնդիրները շատ լուրջ է, ասենք պարտկատարի հետ կապված, ով արդեն էլ չի դիմանում։ Եկեք ուկրաինականի մասին խոսենք հետո, հա, մյուսին։ Հա, այդ զինվորների մասին։ Հիմա Ուկրաինայից դուք, ես գիտեմ, որ Ուկրաինայից ստացել եք զանգեր եւ նամակներ, ինչի մասին է եղել։ Կորա զինվորներին, ես լիքը զինվորների օգնել եմ, գտել եմ։ Հայերի մասին է, թե հենց ուկրաինացիներն են Չէ, եղել։ տեսեք, լինում է մեր հայ զինվորներն են, որ գնացել են դե Ուկրաինա աշխատել, ոչ թե աշխատել, այլ կռվել չկան։ Ուկրաինայում ծնված, մեծացած հայերի մասին է խոսքը, որ հիմա արդեն այնտեղ նրանց բանակում եւ ծառայում են եւ փաստորեն Չէ, չկան այդ մարդիկ, շատերին ասել են, որ չկան, շատերին ասել են, որ կան, գայթում են եւ տենց է եղել, բայց ռուսներն են դիմում։ Ռուսներն են դիմում տարբեր երկրներից իրանց զինվորները, տեսնեն կլինեն, չեն լինի։ Ինչ են անում, տղաների նկարներն են ձեզ ուղարկում, ինչպես են դիմում, ինչպես եք աշխատում։ Տղաների նկարներն էլ են ուղարկում։ Ուղարկում են։ Ես հիմնականը որ զբաղված եմ լինում, իրանք Facebook-ով կարողանում են գտնել իմ հարազատներից, իրանց վրա են գրում, տենց հարազատներս ասում են, որ մեզ այդ կապի մեջ են մտել, ես էլ արդեն շարունակում եմ էլի իրանց հետ խոսել։ Հիմա կոնկրետ Ուկրաինայի հետ կապված, քանի մարդու եք կարողացել օգնել, քանի 20-ից ավել մարդու եմ ես ասել, որ կան այդ մարդիկ, գոյություն ունեն եւ գտնվելով են։ Մոտ 30-ից ավել ասել են, որ չկան, եւ տենց է եղել, չեն եղել։ Իսկ ընդհանրապես ուկրաինական պատերազմի ավարտը տեսնում եք։ Դե դեղ ես տենց ուղղակի գնում այդի կրիվը կգնա, բայց այդքան տենց ահավոր վիճակել չեմ տեսնում։ Բայց չեք տեսնում, որ դրանք կավարտվի։ Այս պայդրությամբ չեք տեսնում, որ ինչ որ մի բան կավարտվի։ Ավարտվում է, նույնիսկ սկսվում է, նույնիսկ ավարտվում է, նույնիսկ դեղ ես տենց անընդհատ բան պիտենամ, տենց բան չեմ տեսնում։ Բայց ամեն դեպքում պատերազմի ավարտն էլ չեք տեսնում։ Չէ, դեր կլինի։ Կլինի մոտակայքում, թե դեռ 1 տարի, 2 տարի, ինչպես է ձեր կանխատեսումները։ Որ ասես դեռ շատ լուրջ պատերազմա գնում ես, բա չէ, բայց դեր գնալու է։ Լուրջ ասելով ինչ նկատի ունեք։ Ես անդադար չեմ տեսնում, որ դեռ բամբյոշկա է գնում։ Անդադար է։ Այսինքն լինում է մեկ սառեցվում է, մեկ նորից աշխուժանում են, այդ իրավիճակն է։ Իսկ դա նշանակում է, որ ինչ որտեղ արդեն ավարտը կմոտենա, կդադարեն, կհավարտվի, բայց դեռ այս պահը գնում է, չէ։ Լավ, սա մենք հասկացանք, որ ձեզ արտերկրից դիմողները չափից շատ են, ասել են մտնելու եմ բոլորի համար ասեմ, որովհետև ինձ անդադ գորում են, Նարինե ջան խոսա, Նարինե ջանասի, հեսա կզանգեք նոյատապանը էսեն, ասեմ, ես մտնելու եմ նոյատապանը ասեմ։ Դե հիմա արդեն խոսում ենք, խոսեցինք, որ պատերազմի հետ կապված կարողանում եք կանխատեսումներ անել, տղաները կամ ողջ են, կամ գերի են, կամ սպանված են։ Հա, այդ Ուկրաինից են զանգել։ Հիմա մյուս դեպքերին անդրադառնանք։ Այլ պետություններից, Ամերիկայի։ Օրինակ, ինչ հարցերով են ձեզ վերջերս գրել։ Ինչ են ուզում ճշտել, ինչ են ուզում պարզել, որտեղ են անհանգստանում։ Մեծ մասը ամուսնությունն է, որ ուզում են ամուսնանան, ամուսիններն են թողել գնացել, հիվանդություններն է, տան փաստաթղթերն է, տան վաճառքն է, երեխաները տնից գնացել են, երբ կգան, տնից ես ինչ իրն ա կորել, դե այդ մեկը ես չեմ վերցնում ընդհանրապես։ Ծնողների հետ կապված շատ ժամանակ տղամարդ զանգում, որ մայրս հիվանդ է, ոչ մի բան չի փոխվում, իր նկարը ուղարկում է, ես գտնում եմ անգամ որտեղ աչարվորախնդիրները թաքնված, ասում եմ, կապի մեջ եմ իրանց հետ մտնում, նայում մարդիկ կան, որ գալիս են այլ պետություններից, բլետներ են առնում գալիս։ Հիմա կոնկրետ, սկսենք պատմել դեպքը։ Օրինակ տղան մոր համար ինչի է ձեզ դիմել։ Մայրը վատառողջ է, ոտերի չի գնում, սիրտը վատանում է, ինքը նկար ուղարկում է, ես հետազոտում եմ, տեսնում եմ խնդիրը որտեղից է, որ դաժե վերակ կենում, ինքը չի կարում քայլի,
ոնց որ բկնած լինի, ոտերի չի գնում, սրտի մեջ խնդիր կա։ Ու սկսում եմ աշխատել այդ տվյալ խնդիրների վրա, որտեղ տեսնում եմ։ Շատերը ասում են ամուսինն է գնացել, հետ չի գալիս։ Շատերը ուզում են, որ իրանց ընտրյալները իրանց հետ տաք հարաբերության, ջերմ հարաբերության մեջ լինեն, աշխատանքը վերցնում են։ Իսկ ինչ եք պարզում, օրինակ այդ ամուսնական կյանքում ինչ եք պարզում, իրենց ինչ եք բացատրում, ինչ եք ասում, որտեղ է այդ Գիտեք ոնց է։ պատճառը, որտեղ է։ Լինում է դեպքեր, որ բրակ պարաշոտ է լինում։ Եթե որ տաքություն, ջերմություն չկա, տենց անընդհատ ժամանակ չի լինում, տիկնոջ հետ կաղնի, երկար միտեղ գնան, իմ մոտ բացվում է, որ բրակ պարաշոտ, տեսնում եմ եւ ասում եմ։ Լինում է, որ գալիս են տղամարդիկ, դիմում են ինձ, թեկուզ այլ պետություններից են գրում, որ իրանց ընկերուհին իրանց հետ այդ ջերմ հարաբերության մեջ չի տեսնում են, որ հետևը ուրիշ կա։ Տարբեր դեպքեր էլի, ու կարողանում եմ աշխատեմ։ Դե մարդ կա, ասում եմ, դա քեզ պետք չի։ Ոչ, ասենք, տեսնում եմ, որ զգացմունք բան չունի ընդհանրապես, ինչին է պետք է վայ տանջվի։ Բայց մարդեր կա, տեսնում ես, որ ուզում է իր ընտանիքի հետ լինի, նվիրված է ու կարողանում եմ ամուսնուն տուն հետ բերեմ։ Տարբեր խնդիրներ, բոլորի պատմությունը լրիվ տարբեր է, ուղղակի այս վերջում WhatsApp-ի, Viber-ի վրա այնքան գրողներ կան այլ պետություններից, ասել եմ մտնելու եմ ու սենց միանգամից Դե հիմա փաստորը մտել եք եթեր, սպասում ենք այդ դեպքերի պատմելուն։ Պատմեք այդ Չէ, այդ դեպքերը։ դեպքերը ոչ թե պատմում եմ, այլ Բայց չէ, պատմում եք, մարդիկ հասկանում են, թե որ հարցով կարող են դիմել ձեզ։ Տեսեք, օրինակ դուք պատմեցիք, որ տղան դիմել է մոր հիվանդության պատճառով, դուք դա տեսել եք։ Ես գիտեմ նաև հետեւյալ դեպքով են ձեզ դիմել եւ ուզում եմ այդ պատմությունը պատմեք, որ մայրը քնած տեղը գիշերները անընդհատ ընկել է մահճակալից։ Տղան այդ հարցով է Այդ եկել եմ տեսել մեր տանը, իմ ծնողներս դիմավորել են իրանք հերու տեղից են եկել, մեր ու տղա։ Դե եկել եմ, ասել եմ, որ հյուրեր ունես, հաճախորդներ են եկել, ու տեսել եմ արդեն իմ մոտ, ես այդ կնոջը ես տեսել եմ, իմ մոտ արդեն տեսիլքա բացվել, որ ինքը տանջում է տեղաշորում, անընդհատ տանջվում է։ Ու տեսել եմ, որ իր աչառացած ամուսինն հարաբերությունները իրանց միշտ սրված էր, ու տենց գալիս է տանջումը, աշխատել եմ ու կանխել այդ տանջմանքը։ Այսինքն մահացած ամուսնու ինչ հոգին չի թույլ տվել, որ այդ կինը հանգստանա, ինչ է, ինչ Չէ, բացատրությունը որն է։ ամուսնու հոգին, այդ կնոջը, այդ ամուսինը եւ այդ կինը իրար հետ լավ հարաբերության մեջ չեն եղել։ Ուղղակի հոգին տանջել է, էլի, ձև եւ գիշերները ընկնում էր տեղաշորից, վատ իրազներ էր տեսնում, խեղդվում էր, իրան ոտնահետքեր էր ինքը լսում, դա է սաղ մաքրել եմ, աշխատել եմ, եկել են իրանց գող շնորհակալությունը ասել են, էլի, ասել են շատ գող ենք եւ նաեւ մեծ նվերներով, ես էլ իրանցից եմ շատ գող շնորհակալ։ Եկեք խոսենք հիվանդությունների մասին, որ հիվանդությունների դեպքում են ձեզ դիմում։ Հիվանդությունները չափից շատ են, տարբեր, Օրինակ։ ոսկորային, արյան հետ կապված, սրտային, երիկամների, թոքերի, գլխի բջիջների, տեսողության հետ, շնչարական, որ շնչառությունը իրանց հեչ իրական լավ չի գալիս, իմ մոտ մի անգամից բացվում է կոնկրետ խնդիրը, կոկորդից է, իրանց զոբից է, թոքերից է, ստամոքսից է, որ ստամոքսը բկնում է, պատճառները կարողանում եմ գտնեմ, աշխատեմ այդ պատճառների վրա, առողջականը արգանդի հետ կապված էլ, որ երեխա չի լինում, ձվարաների հետ կապված, սեռական թուլությունների հետ կապված, առողջականը լինում է նաև, որ սեռական վարակ, էդ էլ է լինում, որ գալիս են եւ ուզում են բուժվեն, չես Նույնիսկ երկնային։ զույգերով են գալիս, թե առանձին են գալիս կամ երբեմն մեծերն են բերում, ինչպես է լինում այդ հատկապես երեխա ունենալ չունենալու հետ կապված։ Զույգերով էլ են գալիս, ամուսինքին էլ են գալիս։ Այս սեռական վարակի դեպքում էլ մեր աղջիկ են եկել, մտել, ես տեսել եմ խնդիրը, որ իր մոտ տմախնդիր կա ու նաև տեսել եմ, որ մի հատ տղամարդ եմ տեսիլքով տեսել, որ իր բարերն եմ պրյամոյացել, ասել եմ, որ այդ տղամարդը կանգնած քեզ վատություն է ուզում անի։ Ու ավելին եմ ասել։ Մոր մոտ բան չխոսեցին, գնացին հետո տեսել եմ մի քիչ ուշ ժամի, դուրը ծեծում են։ Դուրը բացեցի, ասեց ես այդ տվյալ տղամարդու բարերը, դու ինձ ինչ ասում ես, ինքը դա ինձ ասել է, որ դու ինձ վարակել ես, տուն կվարեմ։ Ես աշխատել եմ իրանց հետ, որ դեղերն էլ օգտավետ լինի, թե տղամարդու հետ, թե իր հետ։ Ես աշխատել եմ իմ աղոթքների միջոցով, երկնայինի միջոցով, կոդերի միջոցով, հիվանդությունները տեսել եմ, որտեղ է ուզում ավելի խորը գնա։ Ես կարողացել եմ նենց անեմ, որ իրանք այսօր իրանք էլ են գող եւ շնորհակալ։ Ասել եմ, մեզ մոտ սկսվում է այդ վարակը մանրից անհետանալը։
տենց արագ չի տարածվում, տենց առաջվա ցավերություն ենք, բորբոքումները չկա, տարբեր մարդկանց հետ աշխատում եմ, քանի որ ես ցելից եմ, ունեմ բուժիչ հատկություններ, սուրբ հատկություններ, իմ մոտ հիվանդությունների պատճառը հիմնական տարբեր երկրներից են, Հայաստանում էլ չափից շատ են հերթագրված, իսկ երկրորդը արդեն ազնական կյանքն է, որ լրիվությամբ բացվում է, բայց էդ էլ ասեմ, մարդը կա գալիս է իմ մոտ հիվանդության պատճառով, բայց երկնայինից փոխանցում է, որ իր մոտ ավելի խոր ազնական կյանքում վտանգներ է սպասվում, անգամ որ միջև դանակարությունն է լինում ծեծկռիվ ջարդը, որ պետք է ինքը կոնկրետ այդ դրա վրա կենտրոնանա, ասում եմ, չէ, քո մոտ հիվանդությունը այդ աստիճան չի զարգացած, ինչքան որ ազնականը մոտ ավելի ծանր դեպքեր կա, բայց հիմնականը ֆինանսի համար են գալիս, գումարի համար են գալիս, ֆինանսել եմ կարողանում իրանց ծառ ունեմ, օրտնած, ծառի վրա աշխատում եմ, տալիս եմ իրանց բռնում են, հատուկ կոդեր կա, ասում եմ, իրանց մոտ սկսում է ֆինանսը առատ գալը, բայց հիվանդություններին, այդ հիվանդությունները ավելի չափից շատ են, իմ մոտ գրանցված են, քանի որ ցելից եմ, թաքնված հիվանդություններն եմ տեսնում, ասում եմ, որ ունեք ուռուցք, ասում են, հա, ուռուցք կա, մենք էլ գիտենք, դաժե տոճկիկներ եմ ասում, ճյուղավորված տեղերը, որտեղից է, դե իմ մոտ ամենաառաջնահերթ այդ հիվանդություններն է տրված, ազնականը, ֆինանսը, գիրկապանք, մարդ ա եղել ինքը տեսողության համար, իր տեսողությունը կորում էր, գնում էր անընդհատ հիվանդանոցները, ես իր մոտ տեսել եմ նաև կնգատ անուննել եմ ասել, տառնել եմ ասել, որ օրերն է իր տունը գալիս եւ ասել եմ, որ գիր արել, հենց կոնկրետ տեսողության վրա, ես կարողանում եմ նաև ճակատագիր փոխեմ, չգիտեմ, շատերը որ ասում են, իմ մոտ ստացվում է ճակատագիր փոխելը, ինքը գնում էր բժիշկների մոտ, ինքը դեղեր էր ընդունում, իր մոտ զրենին, տեսողությունը լավանում էր, բայց ինքը ասում էր ոնց որ կրակների մեջ տեսնեմ, բայց հենց ես այդ գիրը քանդել եմ իր մոտ, այդ դաժե այդ դեղորայքը, սելան նորմալ գնալը, ինքը հիմա կրակների մոտ չի գտեսնում, ես իան ասել եմ, որ ես քո ճակատագիրը փոխելու եմ, դու ընդհանրապես այդքան չես գնալու հիվանդանոցները, ինչքան հիմա գնում ես, տենց եկավ իմ մոտ գիրը քանդեցի ես իրան, ինքը ասում է, ես այսքան ժամանակ միշտ գնում էի հիվանդանոցներով, դաժե դեղերը խմում էի, բայց ոնց որ կրակով տեսնեմ, իսկ հիմա նման բան չկա, նորմալ տեսնում եմ, ինքն էլ եկավ իրագող շնորհակալությունը հայտնավ, պաշտոնի շատ մարդիկ են գալիս իմ մոտ, անգամ երեխաներին են բերում, որ երեխաները վախեցած են, եւ իրանք տան մեջով, տան պարկում են գետնի վրա ու իրանք գետնի մեջ sense գնում են, գալիս եմ մտնում եմ երեխուն, տեսնում եմ կոնկրետ կողնորոշում եմ խնդիրը որտեղից է եւ սկսում եմ աշխատել, իրանք նույն ձևին իրանք էլ են գող եւ շնորհակալ։ Պաշտոնյաների մասին ասացիք, այսինքն պաշտոնյաներին ի՞նչն է հետաքրքիր, իրանք ընտանիքում խնդիրներ ունեն, թե պարզապես իրենց հետաքրքիր իրենց պաշտոնները կպահպանվեն։ Չէ, խնդիրներ կա, չափից շատ խնդիրներ կա, ազնականի հետ կա, դեղ խանութների հետ կապված, օբյեկտների հետ կապված, հողատարածքների հետ կապված, երեխոց հետ կապված, հիմնականը որ տան մեծ խնդիր է լինում, ընտանիքի հետ կապված, իրանց աթոռից այդքան չի գալիս իրանց աչքի դեմ, էդի գալիս են որ գնում ենք իրանց առանձնատները, հիմնակ երեխուն տեսնում կողնորոշում եմ, խնդիրը որտեղից է, խնդիրի վրա իրանց երեխուն ես տեսնում եմ, խնդիրը որ տեսնում եմ, խնդիրի վրա եմ սկսում աշխատելը, ու փոփոխություն ինձանից հետո լինում է, գալիս են ասում են, որ կա, նկարը բերում են, ես նկարի մեջով տեսնում եմ խնդիրը։ Նկարի հետ եք հեշտ աշխատում, թե մարդու էներգիով եմ նկարը նայում։ Չէ, նկարի հետ եմ հեշտ աշխատում, նկարը գիտեք ոնց է, նկարը ուղարկում են, նկարը հենց բռնում եմ, եթե իմ կոկորդս վառվում է, կամ սիրտս խառնեց, կամ գլուխս բռնվեց, արդեն իմանում եմ, որ կոնկրետ խնդիրը կամ կոկորդումն է, կամ գլխի մեջ է, կամ ստամոքսի մեջ է, ու մի անգամից ասում եմ, ես տվյալ մարդուն ինչ խնդիր ունի ստամոքսի մեջ, ասում են ուռուցք ունի։ Այսինքն ցավը փոխանցվում է ձեզ, դուք ձեր մարմնի միջով այդ ամեն ինչը զգում եք, իսկ հետագայում դուք ինչպես եք դուք ինքներդ մաքրվում դրանից։ Ես արծաթի կամ կոդա բաներ ունեմ ինձ ոսկուց արծաթից ունեմ տենց կոդ դրած, որ ինձ պաշտպանում է։ Այսինքն դուք ապրում եք, բայց ձեր մեջ ձեր ներսում չի պահպանվում այդ ամենը։ Չէ, դե հիմնական ինձ Աստված էլ է օգնում, Աստծո ուժն է, որ ես կամ, բայց ունեմ արծաթ կոդից, ոսկի կոդից, դա պահում եմ, որ ինձ պիտի մի բան լինի, դա պահում է, էլի, չի թողում հիվանդությունը փոխանցվի ինձ, դա օրտնված է։ Դա մենք մեր ամեն հաղորդման ժամանակ դրա մասին խոսում ենք, որտեղ դուք ինքներդ համարում եք, որ դա շատ վտանգավոր է, թուղթուգիրի մասին է խոսքը։ Դուք ինքներդ դա չեք անում, բայց դուք հիմնականում Ես մաքրում եմ։ Մաքրում եք։
Իսկ ինչպես է լինում, որ անում են, դա ինչպես է, ովքեր են անողները, դրանք Օ, իմ մոտ էլ են շատ գալիս, որ պետքա մեկի վրա գիր անենք, ես վավշը չեմ անում, ես չեմ էլ վերցնում։ Գալիս են, մարդը եղեք ես գիշերին ա եկել դռները ծեծել, ես արդեն քնած դե 8 ժամ էր, 12-ից անցել։ Տեսնես ով ա մերոնք բացել են, նարիներին ասեք վեր կենան, վեր եմ կացել, հարևանի վրա գիր պիտի անեմ։ Ասեմ ես չեմ անում։ Բայց գիտե կայացած կին։ իսկ այդ մարդկանց ինչ եք խորհուրդ տալիս, ոչ չէ որ արդեն տեսնում եք, որ դրանք Գիտեք ոնց է, չարացած հա, ես չեմ դիմացինի կարող խորհուրդ չեմ կարող տամ, քանի որ իրանք կայացած մարդիկ են, տարիք առած մեծ։ Եթե իրանք որոշում են ինչ որ մի քայլ կատարեն, ես իրանց ասում եմ կոնկրետ ես նման բաներ չեմ անում։ Ոչ էլ իրանց ինչ որ բան եմ ասում։ Մեկ այս ասեմ, չասեմ, եթե իրանց մտքումը կա, իրանք դա անելու են։ Ես ինքան որ Աստծո մոտ ես մաքուր եմ, ասում եմ ես չեմ անում ու չեմ անում։ Բայց իրենց է խորհուրդ չեք տալիս, որ մի արեք, ուրիշին թեկուզ մի գտեք, եթե ես չեմ անում, դա չի նշանակում, որ պետք է գնաք ուրիշի մոտ անեք։ Չեք ասում, որ դա Ես երկու անգամ կարող է ասել եմ, բումերանգի օրենքը լինի եւ ամեն ինչ ձեր դեմ լինի, չեք ասում այդ ամենի մասին։ Դե եղել է դեպքեր, որ ասել եմ մենք կիմանանք, դա մեր խնդիրն է, այլ տենց բան չեմ արել, էլի, այլ ավելին չեմ ասել։ Նարն է չարությունը ինչից է գալիս մարդկանց, այդքան խնդիրներով մարդկանց հետ եք շփվում, չարության պատճառը որն է։ Տեսեք, չարություն լինում է երկու դեպքից։ Մեկը տվյալ մարդու կարողություններից ինքը իր ձևի է ծնվում։ Կարողությունները իրան շատ է, քիչ է, անկարող է, մեկը ընտանիքի պայմաններից։ Ինձ ունեմ տարբեր աջակորդներ, որ գալիս են սրտացավ, ասում են մեր մայրիկը վատ է, ունի մտովի խնդիրներ, բայց մենք մեր մայրիկին տիրություն ենք անում, թե ածով, թե ջուրով, թե շորերով, թե գումարով, չենք ուզում ինքը ընկնի, ինչ որ մեկի ձեր անունցները մեկ ուրիշի ձերքը որտեղ ծաղրեն կամ ծիծաղեն կամ վատ վերաբերվեն մեր ծնողի հետ։ Մեկն է գալիս է, որ մեր մայրիկը մեզ պետք չի, արդեն ինքը ունի խնդիրներ գլխի հետ կապված, անընդհատ ուտում է, խմում է, ուզում ենք տանենք իրանց իրանոց, չնայած ես ասում եմ տենց բան չեն անում, բայց կին ընդեղից չէ, մեզ խանգարում է մարդը ստեղից ու ասենք չարությունը այս վիճակից է, տան մթնոլորտից էլ է, եթե տանը տեր են լինում, տվյալ մարդը այդքան չարացած չի լինում, բայց եթե տանը տեր չեն լինում, դրսում տեր չեն լինում, ինքն էլ անկարող մարդ, ինքը չի կարա լիարժեք լինի դրական կողմերով։ Եվ այսօրվա դրության լիքը սպանություններ, լիքը դժվարություններ, որ մեկը մեկին վնասում է, հենց գալիս է մանկությունից եւ տան մթնոլորտից։ Որովհետեւ ինձ ունեմ նման աջակորդներ, թե տղամարդ, թե կին, որ իրանց մեջ ես նկատում եմ, որ ինքան վատ մթնոլորտի մեջ են եղել, իրաց ճնշել են, նեղել են, ես իրանց հետ աշխատում եմ։ Իմ մոտ կա 30-ից ավել մարդ գրանցված այսօր, որ ես նկատում եմ, որ իրանց մեջ կա մարդասպանի հետքեր, արդեն դիմագծեր։ Եվ ես իրանց առանձին եմ ասում, որ ես դա ձեր մեջ նկատում եմ, ձեր մտքով sense բան ա գնում, իրանք ասում են, ահա, ու աշխատում եմ եւ փորձում եմ դա կանխեմ, որովհետեւ իրանք արդեն այդ կարգավիճակի մեջ են, ինքան իրանց հետ թե մանկությունից վատ իրավիճակների մեջ է եղել, տան անդամի հետ կապված ամուսին, թե կին, ինքան վատ իրանց հետ վերաբերվել իրանց անձի նկատմամբ, իրանք արդեն շեղվում են ճիշտ ճանապարհից։ Եվ այսօր իրանքի մոտ գրանցված են, ես իրանց հետ աշխատում եմ, որ իրանք այդ ճանապարհից, այդ վատ ճանապարհից հետ կաղնեն։ Նարն է հիվանդությունները կարող են լինել, այդ չարությունները կարող են հիվանդությունների պատճառներ լինել։ Կա հիվանդություն, որ նոր սկսվող ուռուց կա դեր թաքնված տվյալ մարդու մոտ սկսում է սուր մտքեր։ Այսինքն չարությունը կարող է Նաև հիվանդության դրանից էլ կարող լինում, բայց հիմնականը լինում է տան մթնոլորտից տվյալ մարդու կարողություններից ինքը ոնց է ծնվում, եթե տեր են լինում տանը, ինքը չի ընկնում փորձությունների մեջ, դժվարությունների եւ կյանքի նկատմամբ էլ չի չարանում։ Նարն է հոգեբանների հետ եղել է առիթ, որ շփվեք, հոգեբաններ եկել են ձեզ մոտ, որովհետեւ ամեն դեպքում ձեր այն ինչ որ դուք անում եք, հոգեբանների կողմից չի ընդունվում, շատ բժիշկների կողմից չի ընդունվում, բայց ձեզ հետ եղել է առիթ, որ հենց հոգեբաններ կան ձեզ մոտ, բժիշկներ կան ձեզ մոտ, ինչ են ասում, այսինքն
Եթերից դուրս էսպես ասեմ։ Իմ մոտ եղել է պացիենտներ, հաճախորդներ, ովքեր հոգեբանի մոտ գնացել են եւ եկել են ինձ ասել հոգեբանը այդքան չի մեզ հետ լավ աշխատել ոնց որ դու։ Եվ իրանք հոգեբանների կողքից գալիս են իմ մոտ, բայց ես իհարկե իրանք չեմ դրտում դրան, ես չեմ ասում, եկեք ես ձեզ վերցնեմ, իրանք են գալիս։ Եղել է ջահել տղեկ եկել են իմ մոտ, ասել են մենք մեզ չենք հավանում, ես իրան մեջ միանգամից ասել եմ կոնկրետ պատճառը ինչն է, որ դու ինքդ քեզ չես հավանում։ Ինքը վերկացավ ասեց, իսկան ես տարի գնում եմ հոգեբանների մոտ, այդքան ճիշտ չեն ասել ոնց դու։ Իսկ հոգեբաններ գալիս են ձեզ մոտ, մասնագիտությամբ հոգեբաններ։ Ճիշտ ասած բժիշկներ գալիս են, բայց չեմ կարող ասել։ Հոգեբաններ չեն եղել, բայց բժիշկներ գալիս են, շապից շատ են գալիս, միգուցե գալիս են չեն ասել։ Բժիշկներին ի՞նչն է հետաքրքիր, իրենց խնդիրներն են գալիս ձեզ ներկայացում, թե իրենց օղակի հետաքրքիր է, թե դուք ինչպես եք այդ հիվանդությունների հետ աշխատում։ Տեսեք, բժիշկ կա եղել, եկել է իր խնդիրը ասել։ Բժիշկ կա եղել։ Ես ու իմ օգնականս են գնացել իր կաբինետը, մեզ կհրավիրեց իր կաբինետը, ասեց չէ, ինքը սա ճիշտ ռենտգենի նման ասեց, որ ոսկորը սա վատ, որտեղը սա ճյուղավորված, որտեղեր ունեմ ցավեր, որտեղ ունեմ տեսողության, մի աչքից մեկն էլ դաժե ասեց, որ վատ է, օգնականից ասեց ես դրա համար էլ իրան կանչել եմ, որ էլի տեսնեմ ինչ խնդիրն է կա։ Բժիշկներ շատ են կանչում իրանց կաբինետները, միգուցե դիմացինը գալիս է հոգեբան, բայց չի ասում, բայց հոգեբանների կողքից շատ հաճախորդներ գալիս են իմ մոտ։